ինչքան հրաշալի է, արտակարգ մարդիկ, հրաշալի մարդիկ, մեր Աշոտը, որ 1000 թվից աշխատել է ճարտարապետ, հիմա զբաղվում է մեղվապահությամբ եւ գիտեք ինչ ասեց մեզ, որ մինչև հիմա 15 տարի զբաղվում է մեղվապահությամբ եւ չի հիվանդանում, որովհետեւ բարձրացնում է դիմադրողականությունը, որովհետեւ լավացնում է արյան շրջանառությունը, որովհետև երբ մեղուն կծում է, պատկերացնում եք իր թույնը ինչքան բուժիչ, ինչքան ընտիր հատկանիշներ ունի առողջության համար եւ այն որոշ հիվանդություններ դաժե բուժում է եւ շնչառական եւ արյան շրջանառությունն է լավացնում եւ բացի դա ուզում եմ ասել այն մարդը, որը ունի ալերգիա մեղվից կամ մեղր օգտագործելուց իհարկե չպետք է այն օգտագործի։ Իսկ ուզում եմ ասել, որ մեղրը բա ինչքան առողջարար է եւ գիտությունը դեռ չի պարզել ինքը քանի տեսակ հիվանդություն է բուժում։ Ասում եմ բազմաթիվ, բազմազան 70-ից ավել հիվանդություններ, բայց առայժմս պարզաբանված չէ նույնիսկ ինչքան։ Դրա համար յուրաքանչյուրս օգտագործում ենք մեկ թեյի գտալ մեղր ամեն առավոտյան եւ ուզում եմ ասել շաքարային դիաբետիկներին մի քթալի փոխարեն թող օգտագործեն կեսը եւ այն էլ բժշկի հետ խորհրդակցելով։ Իսկ իմ շատ սիրելի ժողովուրդ, տեսեք Աշոտին, իր ընկերոջը, ինչքան լավ մարդիկ շանը պահեցին, մեզ դիմավորեցին, մեզ ցանկացան օգնել մտածելով, որ մենք օգնության կարիք ունենք, հրաշալի անձնավորություններ։ Իսկ ով է այսպիսի լավ մարդ։ Իհարկե միայն մեր հայերը կարող են լինել լավը, ամենահրաշալին, ամենաբարին եւ այո, այնպես որ շատ սիրելի ժողովուրդ օգտագործում ենք մեղր, որպեսզի մեր առողջությունը լինի հրաշալի։ Իսկ դու գիտեք շաքարային դիաբետիկներին հատկապես պետք է զբաղվել իրենց առողջությամբ, որովհետև ասում են, դա ոչ թե շաքարային դիաբետը ինքը հիվանդություն է, այլ ինքը հիվանդություն է անոթն։ Հյուրասիրեցին նաև ակնամոմով, որպեսզի մենք լինենք առողջ, ինչպես պետք է ծանոթանանք ակնամոմի ճիշտ եւ բնական լինելու հետ։ Մեզ տվեց ակնամոմ եւ բացատրեց, ակնամոմը գցում ենք ջրի մեջ, սովորական սառը ջրի մեջ, այն կանգնեց ջրի վերևը, այսինքն այն բնական չի, այսինքն այն խառնուրդ է, որը իհարկե ունի հոտ, բայց հոտով չի կարելի խաբվել, բայց մենք ունենք մի քանի կտոր, որը նույնպես մեզ տվեց եւ ցույց տվեց, մենք վերցնում ենք այս մյուսը, հոտը նույնն է, դնում ենք ջրի մեջ, տեսեք, իջավ ներքև, երկրորդը վերցնենք, երկրորդն էլ տեսնենք, իսկ երկրորդն էլ պատկերացնում եք, այ եթե վերցնում եք ակնամոմ, անպայման ջրով ստուգեք, իսկ հիմա բաղադրությունը, վարպետ Աշոտի կողմից, այսքան մեզ տվեց, տեսնում եք ինչ մեծ հարստություն, ինչքան հարուստ ենք ժողովուրդ, ուզում եք կգաք ես ձեզ էլ կնվիրեմ, խնդիր չկա, ինչի համար է շատ լավ եւ ինչպես պետք է օգտագործենք, վերցնում ենք, դնում ենք սառցախցիկում, որպեսզի այն սառի, ընդ որում մաքրում ենք ամբողջովին, այնուհետև սառցախցիկ դնելուց հետո հաջորդ օրը ճորկայով քերում ենք եւ ուրեմն ընդ որում 30 գրամ ակնամոմը 100 գրամ սպիրտի մեջ, մաքուր ընտիր բժշկական սպիրտ, այնուհետև թողնում ենք 25-38 օր մութ տեղ, տեսնում ենք, որ այն արդեն լուծվելուց հետո օգտագործում ենք այսպես, ընդամենը 30 կաթիլ եւ ավելացնում ենք գոլջուր 100 գրամ, խմելուց հետո ձեր ընդհանուր առողջությունը, ձեր դիմադրողականությունը, ձեր թոքերի աշխատանքը, ձեր ընդհանուր վիճակը այնքան է լավանում, որ տեսնում եք, եւ սիրում եք աշխատել, եւ էներգիայով հարստանալ, եւ ժրաջան եք դառնում մեղվի նման,